Հարգելի ժողովուրդ, հարգելի բարեկամներ, ես էլ երեխաների քեռին եմ, անկեղծ ես էլ չեմ կարողանում օգնեմ երեխաներին։ Մետ էլ ատե պատահել, ես նո ոտքի եմ հելել, չեմ կարողանում օգնել։ Ուղղակի խնդրում եմ ձեզ, ինչով կարող եք օգնեք ու աջակցեք այս ընտանիքին, թող ոտքի կանգնեն։ Հետագայում մենք էլ օգնում ենք ամեն ձևի, բայց սպասում ենք ձեր օգնությանը, ինչով հնարավոր է։ Շատ ծանր է։ Անցամբ ես քուր եմ կորցրել, ու մինչև հիմա ասենք քրոշմայից հետո ոչ մեկ չի լրացնում իր տեղը, բայց դե ինչ անենք։ Կյանքի իրան այդքան էր կյանք տվել Աստված։ Ինչով կարեցանք, օգնեցինք, արեցինք վիրահատություն, բայց չկարողացանք ինչ արդյունքի հասնել։ Ես թորնիկների տատիկն եմ, իմ բալից հետո ես են թորնիկներին գնեմ գալի նայում, ես վիճակին, չգիտեմ, ինչ ասեմ, 4 մանր երեխա, փառքն եմ ասում, որ ոնե թորներս առողջ մեծանան, բալիս կարոտ է երեխեքից սաղ։ Բայց մի բաղը պատին ամա դերերից է ծան, պատին ամա դերերից է շատ դեժի բան ինչա, դուսը պարակ, չենք նկարվում, ներքև տանում։ Ախպեր խես լացա։ Անունս Խաչիկա, ապրում եմ Արարատի մարզի Դարակերտ գյուղում, վարձակալական, բնակվում էի ընտանիքիս հետ, մայրիկիս, կնոջս և իմ 4 երեխաների հետ, մի 2-3 տարի առաջ մայրս եմ մահացել, անցած տարի չարաբաստիկ հիվանդությունն էլ կնոջս կյանքը խլեց, հիմա բնակվում եմ իմ երեխաների հետ։ Այսօրվա դրությամբ չեմ աշխատում, 2-3 օրը մեկ գործ եմ ճարել 3000 դրամով, հիմնական զբաղմունքս մնում է հողագործությունը, դրանով եմ զբաղված այսօրվա դրությամբ իմ երեխեքին պահելու համար։ Խնդրանքս տենա, որ եթե կարենանք, եթե կարելի է, կարող եք աջակցեք իմ երեխաներին, իմ ընտանիքին։ Երեխաներից մեկն էլ հաշվանդամա, բուժվում արդեն 4 տարի է, ու հետագա բուժման կարիք ունի։ Վիրահատություն այս պահին բժիշկները չեն ուզում անեն, որտեղ դրա կարիքը չկա, գնում է կուրսերի ամեն 6 ամիսը մեկ, հիմա էլ նշանակել եմ, որ լողի պետք է գնա երեխան, կաշխատեմ, որ երեխային տանեմ, ուղղակի հնարավորություններս Հիմա չես կարողանում, ոնց հասկացան։ Հիմա հնարավորություններս ուղղակի չեմ կարողանում տանեմ, երևի ամառային
լողավազան կտանում, տեսնենք ոնց է հնարավոր։ Խնդրում եմ ձեզ ուղղակի ով ինչով կարող է թող աջակցի ես ինչ որ հիանալի զավակներին։ Այսօր դրությամբ իմ ընտանիքի կողքում կան երկու հոգի, որ ոչ թե մշտական, այլ աջակցում են, դա Տեր Գրիգորն է, մեկ էլ մեր գյուղից Հաչիկ Աբրահամյան, ինչքան հիշում եմ ազգանունը, իր աղջիկն է, որ դրսում է, օգնում են բալիկների հագստի, թե ինչով որ կարողանում է։ Ինչքան էլ դժվար լինի համար, ինչքան էլ ծանր լինի, այս պայմանները ես չեմ պատրաստվում ոչ էլ տենց մտադրություն կամ ոչ էլ ինչ-որ մի պահ մտածելու այդ մասին, որ ես իմ երեխեքին տամ գիշերօթիկ կամ այսքում կամ այնքան կամ ինչ-որ մեկի խնամակալության տակ։ Իմ երեխեքը իմն են, իմ ձեռքերով կպատրաստեմ էլ, կլվացվածնեմ էլ ու կճանապարհեմ իրենց դասերին, թող իրենք սովորեն իրենց մոր ցանկությունը, ոնց ցանկացել իրենց մերը սովորեն վար դառնան։ Կյանքը հիմա այսպեսի դաժան վարվեց մեր հետ, ոչ մեկ չեր ուզի, բայց այսօրվա դրությամբ այն ինչի առաջ, որ ես իմ 4 զավակների հետ կանգնած եմ, պետք է պայքարենք ապրելու համար, ոնց ես ունեցել իմ բալիկները իմ կողքին, ոնց թուղս իրա ճտերին կպայր, ունեցել ես իմ բալիկները կպայրը։